Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, հայտնել է Հայաստանում կազմակերպության պատվիրակության հաղորդակցության ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով այցելող թիմի կազմում եղել է նաև բժիշկ։ Ընտանիքներից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով։ Բաքվի գերեվարված Վիգեն Էուջեկչյանի իրավաբան Մարիա Լուսիանա Մինասյանն է սոցիալական ցանցերով հայտնել է, որ մարդասիրական այցի ժամանակ Կարմիր խաչի աշխատակիցները Էուջեկչյանին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում սնունդ, ծխախոտ և անձնական իրեր։ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ժամանակ նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն իրենց վերջին խոսքում չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։ Ղուկասյանը մասնավորապես հայտարարել է, որ հանցավոր չի համարում Խորհրդային Ղարաբաղ թերթի գործունեությունը, որտեղ ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը ևս հանդես են եկել վերջին խոսքով ու չեն ընդունել իրենց մեղադրանքները։ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրած փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դրանով ձեռք է բերվել նոր իրավական հիմք միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ 8 կետից բաղկացած փաստաթղթով նախատեսվում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում։ Համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպել է 1980-ից 88 թվականների Իրանա-Իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ։ Երևանում Իրանի դեսպանատունն է հայտնում։ Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին։ Փեզեշքյանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի և Գարիկ Թումանյանի նվիրումն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ Երկրի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նրանց ընտանիքներին, իրանական պետությանը նվիրվածության համար։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզության ծառայությունների հետ ենթադրյալ կապերի մեղադրանքներով։ Զախարովայի խոսքով անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում ռուսական ազդեցության գործակալներին։ Դիվանագետն ասում է, եթե գաղափարն այն է, որ նման կերպ հաշվեհարդար տեսնեն ընդդիմության հետ, Ռուսաստանի քողի տակ, ապա դա իսկապես ճիշտ չէ։ Այս ժամի համար այսքան է, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։